Արդեն դուրս է եկել iOS 26-ը ու այսօր եկեք տենանք թե ոնց է պետք ճիշտ թարմացնել, ինչ հետաքրքիր օգտակար բաներ կան ու ընդհանուր առմամբ իմ կարծիքը iOS 26-ի մասին, որը iOS 26-ի թարմացումը կստանան հետևյալ սարքերը. Թարմացումից առաջ սմարթֆոնը միացնում ենք համակարգչին, Mac-ի պարագայում ընտրում սմարթֆոնը Finder-ի ձախ պատուհանում եւ սեղմում Backup։ Սպասում մինչև վերջ, որ Backup-ը ավարտվի։ Windows-ի օգտատերերը կարան նույն քայլերին հետևեն iTunes ծրագրի միջոցով։ Սա հատկապես կարևոր է այն մարդկանց համար, ում սմարթֆոնը մի քիչ հին է ու iOS 26-ը կարող է վատ աշխատի կամ ընդհանուր առմամբ թեկուզ եւ նոր է, բայց ձեզ դուր չգա iOS 26-ը ու հնարավորություն ունենաք հետ գնալու։ Սմարթֆոնի մեջ գնում ենք Setting, Software Update, ու ստեղ կտենանք թարմացնելու հնարավորությունը։ Եթե ձեր մոտ կա այս բետա տարբերակը, անջատեք, որ հնարավորություն տա վերջնական պատրաստի տարբերակը քաշեք ու վերջ, ձեր iPhone-ը կթարմանա։ Լավ, եկեք խոսանք այն նորություններից, որը կա iOS 26-ում։ Ժամերով չեմ պատմեն մանր փոփոխությունների մասին, չգիտեմ, ինչ որ տառի չափս են փոխել, ինչ որ մենյուի ձև են փոխել, մենյու են տեղափոխել, գնահատում եմ իմ ժամանակը, գնահատում եմ ձեր ժամանակը, դրա համար եկեք խոսանք այսօր այն ամենահետաքրքիր բաներից, որը իրոք ինչ որ նշանակություն ունի։ Համենայն դեպս իմ կարծիքով։ Liquid Glass-ը։ Դե երևի ամենաակնհայտ նորությունը դա iOS 26-ի նոր դիզայնն է, որը կոչվում է Liquid Glass, ու այն ընդհանուր համակարգին տալիս է sense ապակյա տեսք։ Իրականում սիրուն ու հետաքրքիր տեսք է տալիս iPhone-ին, հատկապես երբ որ փորձում ես այս դիզայնին ավելի մանրակրկիտ նայես։ Օրինակ սմարթֆոնը շարժելուց ծրագրերի ու ֆոլդերների եզրերին ընկնող լույսը փոխում է կախված սմարթֆոնի դիրքից։ Հա, փոքր դետալ է ու նույնիսկ շատերի համար աննկատ, բայց հաճելի աչքի համար։ Ունի հենց iOS 26-ի համար հատուկ մի տեսք, որը կոչվում է Pars, որը միացնելուց բոլոր ծրագրերի տեսքը փոխվում է, դառնում է թափանցիկ։ Հա, տպավորիչ տեսք է, բայց ընդհանրապես պրակտիկ չի։ Եթե մկանային հիշողությամբ ծրագրերի տեղը չիմանաս, ծրագիր գտնելը հետաքրքիր փորձություն է դառնում։ Ժողովուրդ, իրոք չեմ վատաբանում, սիրուն տեսք է ու մի քիչ կարելի ասել նույնիսկ որ տպավորիչ տեսք է, բայց լուրջ պրակտիկ չի, որ փորձում ես ինչ-որ ծրագիր մանգաս, օրինակ այն ծրագիրը, որը մի որոշ ժամանակ չես օգտագործել ու չես հիշում որտեղ է գտնվում այդ ծրագիրը, որ չես կարա մանգաս, ես մի քանի անգամ եղել է ուղղակի գույնը փոխել եմ, սովորական ծրագրերի գույնը հետ է եկել, ծրագիրը գտել եմ ու էլի հետ եմ արել, ուղղակի ուզում եմ այս դիզայնը փորձեմ, հատկապես կարա այս դիզայնը այն մարդկանց համար օգտակար լինի, ով ասենք սմարթֆոնից կախվածություն ունի, որ այնց փորձես ծրագիրը գտնես, չգտնես, որ ասես լավ, անջատեմ դնեմ մի կողմ։ Մնացած պարագաներում կարծում եմ ուղղակի պրակտիկ չի ու չգիտեմ, որ զուտ զգացվում է, որ արել են, որ ասեն կարանք, որ ցույց տան, որ մենք սենց էլ կարանք անենք, բայց որ երևի թե իրանք էլ են գիտակցում, որ տենց պրակտիկ բան չի։ Գլխավոր էկրանի մնացած ֆունկցիաների մասին հիմա չեմ խոսա, քանի որ նույն բանն է, ինչ iOS 18-ում։ Իսկ դրա մասին արդեն սարքել եմ տեսալովակ, կարա գնաք նայեք, հողումը կթողեմ ստեղ մեծ սպիտակ տող կհայտնվի անունով ու կարա գնաք նայեք դրան սեղմելով։ Այս ապակյա տեսքից ամենատպավորիչը իմ կարծիքով դա նոր սլայդերի տեսքն է, որ մատով սխում ես վրան, սենց պղպջակ է հայտնվում ու երբ տանում ես կողքի եզրերին սենց սիրուն ու ունիկալ դիստորշն է երևում։ Ու այս նույն էֆեկտը կա նաև անջատել միացնելու կոճակների վրա։ Էֆեկտը սիրուն է նայվում, բայց հենց կոճակների սենց երկարացված տեսքը դուրս չի գալիս անկեղծ ասած, բայց հասկանում եմ, որ արել են հատուկ, որ այս էֆեկտը աշխատի այս կոճակների վրա։ Փոփոխություն կա նկարներ ծրագրերում։ Չնայած ավելի շուտ հետ են բերել այն ինչ փչացրել են iOS 18-ում, չնայած իրականում անկեղծ ասեմ, գիտեմ որ շատ մարդիկ էին բողոքում iOS 18-ի ֆոտո ծրագրից, բայց իմ համար որ լրիվ օքեր, շատ թափթփված ու վատ տեսք չուներ։ Արդեն ունենք երկու բաժին։ Առաջինը ցույց է տալիս ձեր բոլոր նկարները, վիդեոները, սկրինշոթերը, իսկ երկրորդում ամեն ինչ դասավորված է Apple-ի կարծիքով, բայց ահա որ թափթփված տեսք ունի հենց այս երկրորդ բաժինը, իմ կարծիքով։ Դժգոհում եմ այս երկրորդ պատոնից, քանի որ երբ բոլորը բաց են լինում, իրականում շատ թափթփված տեսք է տալիս ու ունենցա որ համարյա նույն բաներն են տարբեր տեսքով։ Ու Apple-ը իր ոճի համաձայն թույլ չի տալիս ուղղակի հեռացնենք այս բոլորը, որ չխանգարի։ Կարճ ասած ունենք այն ինչ ունենք։ Նկարներում մի ուրիշ հետաքրքիր բան են ավելացրել, երբ բացում ենք նկարը, վերևի հատվածում կարաք տնեք այս նշանը, որը սեղմելով նկարը խորություն է ստանում ու դառնում է մի տեսակ 3D։ Ու երբ հեռախոսը շարժում ենք, զգում ենք այդ 3D էֆեկտը։ Ու այս էֆեկտի անունն է Spatial Scene։ Ու այս նույն էֆեկտը նաև կա lock screen-ի վրա։ Երբ մատով սեղմած պահում ենք lock screen-ի վրա, բացվում է փոփոխություն անելու էկրանը, սեղմում ենք Customize, ու ստեղ կարանք տնենք այդ նշանը։ Վրան սեղմելուց հետո կակտիվանա Spatial Scene-ը։ Եկեք մի փոքր խոսանք lock screen-ի փոփոխություններից։ Հնարավորություն ունենք փոխենք ժամի չափսը, տեսքը, գույնը, հետաքրքիր է որ ժամը sense ինտերակտիվ ձևով թաքնվում է էկրանին գտնվող օբյեկտների հետևում,
Սիրուն դետալ է։ Արդեն կարանք վիջետների պատուհանը նաև տեղափոխենք ներքև, ընտրենք այն վիջետը, որը ուզում ենք, կարանք փոխենք էկրանին գտնվող այս կոճակները, արդեն էլ պարտադիր չի, որ լինի տեսախցիկ ու լապտերը կարաք դնեք ինչ ուզեք։ Հետաքրքիր թարմացումներ կար սկրինշոթում։ Սկրինշոթ անելուց ունենք այն բոլոր հնարավորությունները, որը կար նախորդ օպերացիոն համակարգերում, նկարի չափսը փոխել, նկարի վրա նշումներ անել, ուղարկել ընկերներին, բայց դրանցից բացի ավելացրել են սկրինշոթերում որոնումներ անելու հնարավորությունը։ Մատով ընտրում ենք այն հատվածը, որի մասին ուզում ենք ինֆորմացիա ստանանք ու ավտոմատ Google-ում որոնում է կատարվում։ Ներքևի ձախ անկյունում նաև կա ChatGPT-ից հարցնելու հնարավորություն, որից երբեք չեմ օգտվել, բայց կարող է ուրիշներին օգտակար լինի։ Ու մի հատ շատ թույն բան են ավելացրել, որը իրականում նկարահանման ժամանակ հասկացա։ Դա էկրանին գտնվող լինկերի ճանաչումն է։ Սկրինշոտ անելուց հետո մի քանի վայրկյանից ճանաչում է հղումը ու թույլ է տալիս անցնել հղումով։ Անկեղծը շատ էի սպասում այս հնարավորությանը, կարծում եմ շատ օգտակար բան է ու շատերին էլ պետք կգա։ Ես նույնիսկ iPhone-ի shortcut էի պատրաստել առանձին, դրա մասին էլի տեսալովակ ունեմ, որտեղ կիսում եմ ոնց ինստալ անեք, ոնց օգտագործեք, բայց կարծում եմ այդ shortcut-ը էլ պետք չի գա։ Android օգտագործողները մի րոպե, գիտեմ ինչ եք ասելու, Android-ի այն բարձր մոդելներում կա նմանատիպ հնարավորություն, ասեմ ավելի լավ հնարավորություն, դա Circle to Search-ն է, երբ որ ուղակի էկրանի վրա առանց screenshot անելու կարաք այդ օղակը անեք ու ինքը որոնի այն բանը, ինչի վրա այդ օղակը անում եք։ Փորձել եմ, շատ ավելի լավն է, հուսամ մի օր Apple-ն էլ կանի տենց բան։ Ամենամեծ փոփոխություններից մեկը նաև տեսախցիկի փոփոխությունն է։ Դարձրել են ավելի պարզ։ Ներքևի հատվածում կա ուղղակի վիդեո ու ֆոտո ռեժիմը։ Իսկ եթե ուզում եք մնացած ռեժիմները ստանաք, կարաք ուղղակի մատով swipe անեք ու կստանաք այս ռեժիմները։ Վերևի հատվածում կարանք տնենք տվյալ պահին ընտրված ռեժիմի համար կարգավորումները։ Ինձ այս նոր տեսախցիկի ձևը անկեղծ ավելի է դուր գալիս, հենց մենակ իր պարզության համար ու որ վերևը կարաս կարգավորումները ավելի պարզ ու հասարակ տենաս, ինչ կարգավորում ես ընտրում։ Ու կարծում եմ Apple-ը ունի ստատիստիկա, թե մարդիկ մնացած ռեժիմները ինչքան են օգտագործում, երևի թե որ հասկացել են, որ ոչ մեկ չի էլ օգտագործում կամ շատ ինչ-որ քիչ տոկոս մարդիկ են օգտագործում մնացած ռեժիմներ ու մտածել են երևի ավելի լավ դարձնենք պարզ ու հասարակ ու այն ով որ ուզում է օգտագործի, չգիտեմ, slow motion-ը կամ time lapse-ը կգտնեն հաստատ ձևը։ Լավ, եկեք ասեմ iOS 26-ի մասին իմ կարծիքը։ Հետաքրքիր, օգտակար ու ուշադրության արժանի թարմացումները երևի թե սրանք էին, կարող է ապագայում էլի վիդեո պատրաստեմ, որտեղ էլի բաների մասին կպատմեմ, բայց հəl որ այսքանն էր, iOS 26-ը թարմություն է բերել iPhone-ում ու իրոք բավականին սիրուն է նայվում, բայց մեկը որ զգում ես, որ ինքը էլի մնում է iPhone։ Այս լավ է թե վատ է, սա ամեն մեկս մեր համար պետք է որոշենք, իմ համար անկեղծ ասած լավ է, ես չեմ դժգոհում, թեկուզ եթե տվել են այս անհատականացման հնարավորությունները, չգիտեմ, ինչ որ ծրագրերը անհատական sense ինչ որ տեղ դնել, բաց տեղեր դնել, գույները փոխել, չգիտեմ, sense տարբեր անհատականացման հնարավորություններ, ես այդքան էլ չեմ օգտվում սրանցից, սկզբի ժամանակները փորձեցի, երբ որ հələ բետան էի օգտագործում, փորձեցի ինչ որ գունային փոփոխություններ անեմ, ինչ որ հետաքրքիր տեսք ստանամ, ստացա, բայց մի որոշ ժամանակ հետո էլի փոխեցի սովորական տեսքին։ Սպասելիքները մի փոքր ավելի շատ էին անկեղծ ասած, ես մտածում էի կտենամ iOS 26-ը, որ կասեմ wow, բայց այդ wow էֆեկտը չկար։ Հա, տպավորիչ էր, բայց տենց wow էֆեկտ չկար իրականում։ Ոստեղ մի հատ միտք ունեմ, կարծում եմ խնդիրը հենց մեր մեջ է, օգտագործողի մեջ է, քանի որ օրինակի համար, եկեք օրինակ բերեմ, վերցնենք iPhone 5-ը, համ սարքն էր ինչ-որ թարմ թվում, համ սարքն էր ինչ-որ նորարարական բան թվում, օպերացիոն համակարգն էր թարմ թվում, բայց սարքերը զարգացան, օպերացիոն համակարգերը զարգացան, որ մի տեսակ դժվար է արդեն ծրագրավորողներին, ինժեներներին մեզնից այդ wow էֆեկտը ստանալու, վստահ եմ այդ մարդիկ տանջվում են, աշխատում են այս ամեն ինչի վրա, բայց այդեն մենք ենք մի տեսակ կարելի է իմունիտետ ձեռք բերել այս ամեն ինչին ու այն wow էֆեկտը չի լինում ստանալ, բայց անկեղծ չեմ դժգոհում, դուրս գալիս է iOS 26-ը, նույնիսկ վախում էի, որ iOS 26-ում սմարթֆոնը շուտ կսկսի տաքանալ սովորական օգտագործման ժամանակ, բայց որ չէ, չի տաքանում, նորմալ է։ Համենայն դեպս ես iPhone 15 Pro եմ օգտագործում, իմը չի տաքանում, տաքանում է, երբ որ օրինակ հիմա ձայնագրություն եմ անում կամ ինչ որ խաղ եմ փորձում խաղամ կամ խաղ եմ թեստանում, այդ վաղ տաքանում է, բայց կարծում եմ դա նորմալ է, բոլոր սմարթֆոններն էլ կտաքանան, բայց ընդհանուր առմամբ ամենօրյա օգտագործման ժամանակ չի տաքանում։ Դե ինչ, բաժանորդագրվում ենք ալիքին, դնում ենք լայք, սեղում ենք զանգակի վրա, որ բաց չթողնեք իմ հետագա տեսալովակները։ Այստեղ կթողեմ Instagram-ի, Facebook-ի էջերը, հետևեք, որովհետև այնտեղ եմ առաջինը հետաքրքիր բան տեղադրում, հետո պատրաստում տեսալովակ YouTube-ում։ Շնորհակալություն, որ նայեցիք, առողջ եղեք, միշտ նոր հանդիպում։
Իսկ դրա մասին տեսնոլվակ արդեն պատրաստել եմ, ստեղ կթողեմ հղումը, կարեք գնաք նայեք, ասա այս վերևը մի հատ սենց սպիտակ գիծ կլինի, մի վարքան։ Այ, վայ, այստեղ, ստեղ ինչ։